Նախկին ՔՊԱ-կան Գնել Սարգսյանը Մանմանաշեն վանական համալիրում է, ներկայացնում ենք տեսանյութը առանց մեկնաբանության։ Ողջույն, հարգանքներս բոլորիդ, ժողովուրդ ջան։ Ինչ, այս պահին գտնվում եմ Մանմանաշեն վանական համալիրում, պատարագ ընթանում, մտան հավատացյալներ, ովքեր սիրով նախացում են Կիրակնորիա պատարագին, ասեմ, որ նրանցից մի քանիսի հետ դրսում զրույց ունեցանք, մարդիկ մոտեցան, ասում են, բայց ձեզ ինչի դուրս չեն շփոթել եկեղեցուց, ծիծաղներն եկավ։ Ես հիմա կփորձեմ ընդհանուր ցույցը, շատ գեղեցիկ վանական համալիր է, շատ հիանալի հոյակերտ համալիր է ու խորհուրդ կտամ, որպեսզի այցելեք։ Կներեք, հայրիկ ջան, որ դարի է թվագրվում համալիրը։ Տնօրենությունից սկսել են 1929-ին վերջացրել են Վարամպալավունի սարք։ Կարելի է այլ ձեզ վրա նկարում եմ, այդ ինֆորմացիան թող լսեն մարդիկ։ 1988-ին սկսել է Վարամպալավունը։ Մեզ ասացին, որ Վարամաբերդում են գեղեցիկ հոյակերտ համալիր է, ժողովուրդ ջան, այնպես որ խորհուրդ կտամ այցելեք։ 988 թվին սկսվել է կառուցումը, 1020 քանիսին ավարտվել է, կներեք, 1029-ին է հավլիսան, ցավոք միայն հայերենով ու ռուսերենով։ Մենք միջազգային տուրիստներ չենք ընդունում երևի։ Այդ տարածքը ընդհանուր նկարեմ, հետո կզրուցենք։ Ուրեմն, այս կողմը։ Ուրեմն, ասեմ, երեք դեր փառաքահանան հրապարակում էր արել ու պիտի որ դուրս շպրտեր մեզ, բայց այս պահին պատարագի մեջ էր, չնայած մի հատ ուրիշ քահանա մոտեցավ, դեր ինչ էր 150 թե ինչ։ Ինչ եղել բաներ, մի մոմենտ ցանկացավ խոսակցությունը երկար տանի, խոսենք դեռ բնականաբար։ Կարծում եմ իրենք ըմբռնողունակության ավելի շատ խնդիր ունեն, որովհետև այլ կերպ են ըմբռնում ու մեկնաբանում, չոր, ուղիղ, թե բա չուլան է անվանել Աստծո տունը, բաներ։ Այս մարդիկ Եթե մի նախադասությունը ունի ենթատեստ, թեկուզ մի ենթատեստ արդեն չեն հասկանում, կամ դիտավորյալ չեն հասկանում։ Հետո ասացի, բա հիմա ինչի ես հարցնում տեղ փառը, ես ուղղում եմ իմանա, այստեղ թե չէ, որտեղ ուզում եմ ստուգեմ սկզբունքայնությունը ձեր ասեմ, փորձել եմ չվիճել, մի պահ կանգնեց դռների մեջ, ասեցի ես կողմարի Աստծո տան մոտ ինչ այդ բազար ես հիմի սարքում, գնա փոխվի, արի բազար կանենք, եթե շատ ես ուզում, քո ուզած վայրում ընդվորում, բայց ոչ եկեղեցու տարածքում, որովհետև Աստծո տան տարածքը կարծես չես ցանկանում գնահատել։ Ցույց տամ ժողովուրդ ջան, կներեք, համ զրուցենք, համ ցույց տամ։ Ուրեմն հիանալի պատկեր, ընտրեմ համալիրը։ Արի հոպ, արի ախպեր ջան։ Վազեց։ Լավ, դուք լավ լինեք, որ եղբայր ջան։ Շատ գեղեցիկ։ Ախպեր ջան, արի հելը։ Էսի վիդեո եմ անում, վիդեո։ Արի մի
Պես կնա, Արիա, դրճո։ Արի սենց միասին դու վանական համալիրից որոշակի պատմությունների տեղյակ ես, կարաս մեզ մի քիչ լուսավորես, լուսաբանես։ Չէ, դա դժվար։ Չէ։ Իսկ չես ուզեցել հետաքրքրվել։ Արիա, դրճո։ Շո։ Եթերում ենք։ Այստեղ կան էս, այն քանի որ պատարակ է գնում, շատ հավատացյալներ կան, Իրաքիա եկեղեցի են այցելել։ Այդպես։ Դի կրանք հաղորդան ժամանակ։ Հաղորդումը չէ, հենց մի ուղիղ եթեր է։ Հա։ Հա։ Ու մեկը երկու դակը։ Հիմի ուղիղ եթեր է։ Իմ անձնական էջով։ Գիտեմ դեր։ Երբ կնաք նայեք մեջն է։ Հա։ Լավ մեջի։ Նույնիսկ կարող ենք գալ։ Ինչու չենք կարող, ցավը տա, մենք ամեն ինչ կարանք, ամեն ինչ, բացի վատ բաներից։ Հա, մի խոսքով Մարմաշենի վանական համալիրում ենք։ Հոյակապ տեղա ժողովուրդ, անկեղծ եմ ասում, հոյակապ, համեցեք, այցելեք, համ կճանաչենք, համ կծանոթանաք, համ ինչու չեք, աշխուժանա տարածքը, խնդրեմ, ես էլ արդեն բուն եկեղեցին կողքի հատվածից, հեսա հետնամասից էլ ցույց կտամ, որպեսզի բան։ Չգիտեմ, այն մի քահանան ինչ-որ ուզում էր երկխոսության մեջ մտներ, տեսնենք, եթե ցանկություն ունի երկխոսությունը շարունակելու, շարունակենք։ Եթե չէ, ապա ասեմ, որ եկանք, մոմը վառեցինք։ Ահա, այս էլ մյուս կողմից, խնդրեմ։ Սա եկեղեցին, սա այս մյուս կողքի հատվածն է, մի րոպե գնամ ետնամասից նկարեմ, շատ գեղեցիկ է ստացվում, շատ, ու որոշ տգետներ, եթե ամեն ինչ չխառնեն իրար, այստեղ պետք է ասեմ, որ էներգիայի առումով իսկապես ամբողջ մարմնով զգում ես այդ էներգիան, զգում ես, որ դու իսկապես Աստծո տան տարածքում ես ու ոնց է եկեղեցի մտնում լցվում ես, չէ, այստեղ դա կա, խնդրեմ, ահա, այս կողմից այսպես է դիտվում, այս կողմից այսպես է դիտվում ու շատ այս մեկը այն կիսա ավերվածն էր, կիսավերն էր, հասկացանք, այնտեղ երևի կամպինգ է, չգիտեմ, ինչ է, ասում են կողքը Վահագնավանք գյուղն է, այնտեղ մի հատ մատուռ կա ու այդտեղ է նաև Հեղնար աղբյուրը, երևի կառաջանանք նաև այնտեղ, խնդրեմ։ Մարմաշենը, ասեմ, Երևանից մոտավորապես 130 կիլոմետր գալիս եք Գյումրի, եք մտնում Գյումրիով դուրս եք գալիս դեպի Ամասիայի կողմ։ Արդեն այդտեղից ճանապարհը կբերի, որ հարցնեք մարդիկ սիրով ցույցել կտան։ Հիանալի տեղ է, հիանալի, հրաշք է մի հատ, հրաշք։ Ու այս հրաշքը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, որից օգտվելը սպառնում են, որ կարգելվի։ Հիմի երկու բառով ներկայացնեմ քահանայի մինչև այդ երկխոսությունից, նախ գիտեք քահանային երբ որ բարևում են, բարևի փոխարեն կարող են ասել օրհնեցեք Տեր Հայր, եւ նա պատասխանում է Աստված օրհնի, այսինքն այդտեղ կա պահանջ, անկախ ամեն ինչից դու պահանջում ես որ օրհնի քեզ եւ նա օրհնում է, պիտի օրհնի։ Սրբազանների պարագայում, քանի որ նրանք պիտի ճգնեն շատ, ըստ կանոնակարգի, նրանց չպետք է նրանցից օրհնություն ստանաս, հակառակ, նրանց պիտի ուժ տաս խոսքով, Աստված օրհնի, բարևի փոխարեն։ Եվ Աստված օգնական։ Հիմի քահանային ասացի, օրհնեցեք, բան, ասի մուտքն է հարցնում, որովհետև երբ որ գալիս է, ստացվում է, որ այս հակառակ կողմից է մուտքը։ Հա։ Հետաքրքրվեց,
Ասի եկել ենք դե, ասի տեր փառերն էլ այստեղ, թե բա հա, ինչ ա եղել։ Ասի ոչ մի բան, եկել ենք մենք մեկը ես շատ բաներ կիսում եմ, գաղափարներ եւ անգամ չկիսելու պարագայում ուզում եմ հասկանամ ոնց է ջոկողություն դրվելու, ով է դուրս շպրտելու մեզ։ 10-րդ դարի 980-ականներին Նոնե ջան կառուցումը սկսվել է 1029-ին ավարտվել։ Խոսքով ասացի, բա այո ճուլան, բա եկեղեցի ով Աստծո տունը համարում է ճուլան, ասի բայց այդպես բան չի ասվել, որտեղ ասվել։ Աստծո տունը ոչ ոք չի ասել ճուլանա։ Ասվել է, որ եկեղեցիներ կան որոշ, որոնց մի հատվածը, որ նայում ես, ոնց որ ճուլան դարձրած լինեն։ Ով ասել Աստծո տունը ճուլանա։ Բնութագրել է ինչ որ ընդհակառակ դրանով բարձրացնելով Աստծո տան դերն ու նշանակությունը։ Կարևորությունը նկարագրել է, որ չի կարելի։ Ասենք ո՞նց կարաք դուք տենց հասկանաք։ Բա ոչ այդպես չէ, ասում դուք սաղր կակղամիտ մարդիկ եք, տենց ծանծղամիտ մարդիկ եք, կարող է տենց մի քիչ բարդ համադասական նախադասությունները չեք ընկալում։ Դուք գնացեք ոնց որ ինչքան ախմախ բան կա շատ արագ ընկալում եք, բայց մի քիչ ավելի կարևոր բաները չեք ընկալում։ Իմիջիայլոց ասեմ, որ գիշերը շատ բարկացած, խիստ բարկացած, ընդհանուր մինչև անձնական վիրավորանքով եմ խոսել տեր փառերի հետ, զղջում եմ, իսկապես զղջում եմ, երևի պետք չէր, բան։ Բայց ամեն դեպքում այդպեսին էր տրամադրությունը, որովհետև ես պատկերացնում եմ ոնց կարա մի հատ քահանա, օրինակ մայրս ով կիսում է կամ ցանկացած մեկի ծնողը գաղափարները իշխանության ունես մեծ քահանա փորձի նրան դուրս շպրտի ես մարդուն ինչ քֆուր ասես հասնում է ու ոչ միայն քֆուր ես տենց եմ մտածում հիմա տեսնենք վերջացավ պատարակը արդեն մտել մոմենք վառել դուրս ենք եկել բայց տեսնենք դեր փառը ինչա անում չեմ մոտենալու բնականաբար բայց նա արդեն տեղյակ է ըստ երևույթին որ ես եկել ու մոմ եմ վառել ու ինձ ոչ ոք առայժմ սկզբունքայնություն չի դրսևորել շպրտելու դուրս շպրտել ու թող փորձել բայց ես առաջինը չեմ միանա այ նաև ուղիղ եթերը դրա համար եմ պահում անկեղծ ասած եկեղեցու ներսից կտրտում է դրա համար դուրս եկա իսկապես մտնում ես եկեղեցի ուզում ես ներսում նստած մնաս այն շատ քաշող շատ ջերմ շատ տաք եկեղեցի է ու կար այնտեղ էլ որոշակի բան մի կողմ լցրած ամեն դեպքում խնդիրը այն չի որ ինչա ասվել խնդիրն այն է որ կարծես թե ուզում են ըմբռնել այնպես ինչպես իրենց ձեռնտու է իրենց քաղաքական հայացքներից ելնելով այդքան բան Հա, ողովեր, ես միշտ 5 հատ եմ վառում, անգամ կարող եմ ասել, որը ինչի մասին է, առաջինը վառում եմ իմ ընտանիքի համար, ծնողներ, կին արդեն, չնայած այն ժամանակ դեռ կին չունեի, դարձյալ 5 հատ էի վառում, քույր, եղբայր, երեխաներ, երկրորդը վառում եմ բոլոր հարազատ բարեկամներիս համար, ում հետ խոսում եմ, ում հետ չեմ խոսում, ում հետ կապի մեջ եմ, ում հետ կապի մեջ չեմ, բոլորի համար, բոլոր հարազատ բարեկամներից։ Երրորդը բնականաբար վառում եմ ընկերներիս համար, բոլորի համար, բոլոր ժամանակների ընկերներիս համար եմ միշտ վառում, անկախ նրանից ում հետ կապերը պահպանվել են, ում հետ ոչ, բայց միևնույնն է նրանք իմ կյանքում ընկեր են ինձ եղել ու ես դա շատ թանկ եմ գնահատում։ Չորրորդը վառում եմ իմ բոլոր թշնամիների համար, բոլոր, անձնական, թե ոչ անձնական, բոլոր։ Ու իհարկե ամեն մոմի հետ վառելուց խնդրում եմ Աստծուն ինչ-որ բան։ Եվ հինգերորդը իհարկե վառեցես։ Եվ հինգերորդը իհարկե իմ չքնաղ Հայաստանի Հանրապետության համար։ Միշտ 5 հատ եմ վառում, մտա 5 հատ վերցրեցի, կար 60 դրամ անցա, կար 100,
Մոտս ես միշտ փոքրն եմ վերցնում, ոչ թե գումարի համար, այլ ինձ չգիտեմ, այդ փոքրիկները ավելի են, բայց այս անգամ չգիտեմ, որոշեցի 5 հատ մեծը փառալ, ինչ-որ տենց ստացվեց։ Այո, գումարով է, դա նորմալ է, բայց կարելի է բերել հարկային դաշտ, ինչու ոչ։ Սա քաղաքական որոշում է, որը որ պիտի կայացնեն քաղաքականությամբ զբաղվող ներկայացուցիչները։ Ինչպես կորոշեն, չգիտեմ։ Ամենայն դեպս մինչ այս պահը բնականաբար ոչ մեկս չենք տեսել, որ դմտվի որևիցե տեղից, երևի որովհետև դա պարտադիր պայման կարծես եկեղեցիների համար չէ։ Ահա մովեսներ կան սիրուն, բազգուզում են։ Շատ սիրուն է։ Կնիկ ջան, քանի որ նայում ես, ասեմ, մյուս անգամ իրար հետ կգանք, շատ սիրուն է, անգամ մեր ընկերներից մեկը դստեր հետ է, 6-7 տարեկան է, փոշմանեցի, որ նռանային հետս չեն վերցրել, կարելի էր հետս վերցնեի, ամենս մողեսներին կտեսնել մոտիկից, բարև ձեզ, լավ, շնորհակալություն, դուք ոնց եք։ Լավ ենք բարձրացի, պատարակ մասնակցեցինք եսին։ Շատ սիրուն վանական համալիրը, շատ սիրուն։ 10-րդ տարի։ 10-րդ տարի։ Վարան Պալավուն կառուցածն է։ Ծնական թևերը լարի փողով է ծածկված եղել։ Բա ինչ։ 50-ական միջև 40-30-ական Կարելի է պահեմ այդ զրույցը մարդիկ էլ լսեն այդ ինֆորմացիան, ինչ որ ասում։ Հա, ճանդ բանը կա, կարածը կա, բանը էլի։ Դեսած շփոթելով զրուցելով ավելի։ Վերջը դերնի։ Հա, այդ ձևի իշտը։ Վերջը ասված կամեցավ նորից բացվավ, ինչ եղել։ Երբ բացվել նորից վերաբացվել։ Երևի 70 точно չգիտեմ, էլի ճիշտ ասած 70-ական թևերի բացվում։ Սովետի ժամանակ։ Հա, բան է եղել, լարի փողով ծածկված է, էլի։ Ճանդեղ պատմությունը գրած է բանի վրա, չեք կարդացե։ Այդ բաներն Որտեղ Կարել են։ հա։ այնտեղ դրած է, տիա գրած է։ Հեսա Անտիասիպտակ բաները այնտեղ։ հա, հեսա առաջանամ կարծեմ։ Հա։ Նայեցի աչքոս չեր ընկել, պաստորեն։ Տիա գրած է։ Մերսի շատ։ Ինչ կարծում։ Առանցի բաներ, ես էլ եմ մտածում, որ սա շատ թիվ Բարև ձեզ։ է, կոնկրետ սրանց չկա։ Մոսա։ Գնեն բաները Կա 13 Այդեք կարծանք։ 10-րդ տարան, 11 Մարմաշյան վանական համալիրը կառուցել են Պահլավունի իշխանական տան ներկայացուցիչները, հայ պատմիչներն այն հիշատակում են սկսած 10-րդ դարից։ 11-րդ դարին սելջուկ թուրքերը պաշարում եւ կործանում են վանքը։ Սելջուկյան ավերածություններից հետո Մարմաշյանը 1225 թվականին վերանորոգվում է, սակայն ավելի ուշ Հայաստանի մյուս վանքերի պես ենթարկվել է մոնղոլների ավարառություններին, հետզհետե քայքայվել ու ամայացել։ Միայն 19-րդ դարի 30-ական թվականներին ռուսական կայսրության կողմից Հայաստանի հյուսիսային տարածքների գրավումից հետո, լավա գրավում են ասել, էլի փրկություն չեն ասել։ Կարսի հայ գաղթականների մի խումբ բնակություն հաստատելով վանքի շրջակայքում մաքրել է այն ու գլխավոր եկեղեցին դարձրել գործող։ 1870 թվականին վանքում վերանորոգման աշխատանքներ իրականացրել Մկրտիչ Ջալալյանը, իսկ 1900 թվականին Մկրտիչ Ավանեցի Խրիմյան հայրիկ կաթողիկոսը։ Վանական համալիրը 1950-ական թվականներից պարբերաբար նորոգվում է։ Վանական համալիրի գլխավոր եկեղեցու կաթողիկե հյուսիսային պատի վրա փորագրված արձանագրության մեջ հիշատակվում են վանքերի երկու խումբ՝ վերին եւ մեծ, որոնք հետագայում Գրիգոր arczepiskopos եւ նրա եղբայր Խարիբ մագիստրոսի ջանքերով միավորվել են։ Ի տարբերություն վերին վանքի
մեծ վանքն ունեցել է շրջապարիս, որը ձգվելով մինչև Ախուրյան գետը իր մեջ ներառել է 4 եկեղեցիները՝ Գավիթ ժամատունը, Զանգակատունը եւ Գերեզմանոցը։ Ուսել ընդհանուր ինֆորմացիա համարի։ Այս բանը, այս տղեն ճղեն մեր դերասանին նման է, չեք սեշտը ինքն էլի։ Բայց չդեմ, ինձ թվաց է դու հորքից տղու հետ է, բանից, Կիրովագանից, Աբելյան թատրոնը, չէ Կիրովագանը։ Նկարների մեջ, չդեմ, Հայկ Թորոսյան։ Թորոսյան Հայկ։ Բանի Ու մեջ։ կարող է մեր ընկերներից լինի։ Հիմա դե վաղուց որ չեմ շփվել այդ սֆերայում կարող է որոշ դուս ես թռե, դուս ես թռե այդ Չէ, չեմ թռել։ Ես թռնող չեմ։ Ժամանակավոր է։ Հաջողություն, Աստված հաջողություն տա։ Շնորհակալություն Մորկուչը։ Դուրս ես թռել։ Լավն է։ Ինչ, ոնց հասկացա շարժվելու ժամանակն է ոնց որ, հա Արմեն ջան։ Այնքան լավ տեղա, որ մարդ չի ուզում գնալ։ Հա։ Ասում եմ այնքան լավ տեղա, չգիտեմ լսվեց թե չէ, ասում եմ այնքան լավ տեղա, որ մարդ չի ուզում գա։ Լիճ կան եկել։ Լիճ։ Քայլենք լիճն էլ տեսնենք ժողովուրդ ջան։ Ամեն դեպքում ֆիքս ենք։ Շատ ենք իջնում, անդ։ Լիճնով բանը գլեմփինգա ինչ է դա։ Հա, կարող է այդ Չուլանները սաղ նկարել եմ։ Հա, ուրա։ Այ չուլանները, մտի աչու ձախ։ Բունկերների մեջ չուլանները։ Խնդրեմ, մեր ընկերը ասում է, տենց չուլանային բանից եթե ներվողներ կան, ապա կարող ենք տեղում ցուցադրել, ես չգիտեմ։ Այնպես չի, որ զբաղված ենք մեկ այլ քարորով, մի բան ասվել է, որտեղ էր։ Ունեցել չի ակնկալում ենք, որ էլ տենց չի լինի, կամ այնպես չի, որ տենց հետևողական ենք լինելու, որ ես մեր եկեղեցիները, ես խի եք վերահսկողություն, հարցը դա չի, հարցը այն է, որ մարդիկ, խնդրեմ, որ մարդիկ ասում են, չէ, այդպես չի, այստեղ սենց, կարելի էր առանձին կողմի վրա, մի հատ հակաշինություն անել, տեղավորել, այդտեղ, հիմի, եթե ասում ենք, այսրան նկարագրում տանք, ասենք, չուլանի ոնց որ վերացած լինեն, այդ ինչ դառնում է, որ Աստծո տունը բան արեցինք, բղծեցինք, ինչ արեցինք, որոշակի իրավիճակին, որոշակի գնահատական է տալիս, դրանով ճիշտ հակառակ, հուշելով, որ մաքուր պահեք Աստծո տունը, ստացվում է այդքան բանը անողը վատնա, այս տահասները լավն է, ուժեղ տրամաբանություն է, էլի, շատ ուժեղ տր, հա ջան, հա ով է, հա քահանան է, շատ ուժեղ տրամաբանություն է, թույն, Բարևաստը բարի։ Օրհնեցեք Տերը։ Աստված օրհնի։ Ինչպես կարող եմ ձեզ դիմել։ Տեր Փառեն Քահանա Պետրոս։ Տեր Փառեն, դուք Հայաստանի Հանրապետության մեծ թվով քաղաքացիների, ովքեր որ անկախ ամեն ինչից կիսում են վարչապետի կարծիքը, որոշել եք, որ նրանց ազատ տեղաշարժը կոնկրետ համալիրի տարածքում կամ Աստծո տնից իրենց օգտվելու իրավունքը կարող եք սահմանափակել կամ կրճատել, ընդհանուր միջև դուրս շպրտել։ Որպեսզի հետագա մեր երկխոսությունը ճիշտ հունով ընթանա ու դուք ըմբռնեք իմ որդովմունքի աստիճանը որտեղ է։ Ես չեմ եկել ուղիղ վիճելու, բայց ես ուզում եմ սա քննարկենք։ Կամ կարելի էր քննարկել, հատկապես որ ձայն տվեցիք։
Իմ մայրը եկիսում է վարչապետի գաղափարները եւ գտնում է, որ ոչ թե ասել է, որ չուլան են դարձրել եկեղեցին կամ վիրավորում է եկեղեցին, այլ ճիշտ հակառակ ինչ որ իրավիճակի տալիս է ինչ որ գնահատական։ Եթե իմ մայրը գար այս եկեղեցի, դուք նրան դուրս եք շպրտելու ու կարծում եք, որ իմ վերաբերմունքը այդտեղ կարա լինի նենց շատ մարդկային։ Խնդրեմ ելույթ։ Իսկ հարցին կներեք 1000 ներողություն, եթերը մտել ցուցադրում է այս հիանալի համալիրը ու հիմի երևի չանջատ եմ, որովհետև ոնց որ մարդիկ հետաքրքրված են մեր երկխոսությունով, շատ լավ կլինի, որ երկխոսությունը ստացվի։ Ուրեմն խոսքիս եւս մեկ անգամ հիշեցնեմ։ Խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց, անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում եւ ունեն հակաեկեղեցական, շեշտում եմ, հակաեկեղեցական, հակաքրիստոնեական եւ հոգեվոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ապա իբրև Մարմաշեն Հովության հոգեվորովի Մարմաշեն վանքի վանահայրի պաշտոնի հայտարարում եմ զգուշացնում։ Իմ Հովության տարածքում գտնվող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որովհետև նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ եւ թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարած դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով։ Ահա։ Հիմա թող այս ասածներս իբրև աղ անեն իրենց ականջներին, մինչև չդասի արակվեն եւ կարգի ու չափի չգան, չափ աշխարեն ու զղջումով խոնարհաբար ներողություն խնդրելով չգան Աստծո դուր։ Իմ ասածի մեջ ինչն է այդպես ոգևորվող, որ Որպեսզի զուգահեռ ձեռքի տակ լինի, կարող եմ ձեր հեռախոսը խնդրել ու տարտար նախադասություն առ նախադասություն անցնենք։ նախադասություն ես էլ կարամ անցնեմ։ Ասեք։ Կանք Ուրեմն վերել։ այստեղ շատ པարզ ու հստակ ես ասում եմ։ Այն մարդիկ, ովքեր որ քրիստոնյա են իրենց համարում, բայց եկեղեցին չուլան են համարում, Եկեղեցին ով է ճուլան համարել։ բազմաթիվ մարդիկ։ Ով։ Բազմաթիվ մարդ։ Ով, անուն ասեք։ Ղեկավարից բազմաթիվ։ Որ խնդրեմ հղումը կդնեք, որ երկրի ղեկավարը եկեղեցին ճուլանա համարում։ Որ խնդրեմ հղումը ցույց կտաք։ Որտեղ։ Որտեղ։ Հղումը ցույց կտաք, որ վարչապետը, հիմա դուք բանավոր ասում եք, վարչապետը Աստծո տունը եկեղեցին համարում է ճուլան։ Չէ, ես կարծում եմ կա տարընթերցում, թուրըմբռնում, որը կարա լինի, որովհետև մարդ ենք։ Ապա խնդրում եմ, որպեսզի մեր խոսակցությունը տարընթերցման տեղի չտա, խնդրում եմ, ցույց տվեք։ Ես մանրամասների հետևից չեմ մտնում։ Չէ, դուք պիտի մտնեք, որովհետև դուք հրապարակային հայտարարություն եք անում ու խոստանում Հրապարակայնորեն խնդրում եմ հղումը ցույց տալ։ ասում եմ, վարչապետը ճուլան է կոչում եկեղեցի։ Ես չի կոչել նման, դուք ստում եք բարձրապես։ Դուք Ճուլան է կոչում։ Ցույց տվեք։ Ճուլան է։ Ցույց տվեք, ստում եք։ Ճուլանանոց ինչ է։ Ցույց տվեք, ստում եք։ Հիմա իրան թողնեմ քեզ հետ խոսեմ, ասեմ ինչա պատահել։ Մի հարցը չվերջացած երկրորդին ասեմ, ինչ ա եղել։ Հարցը դες հետս։ Ես հարց ունեմ էլ։ Չգիտեմ, ասես ինչ է եղել, կանգնելս ինչ է եղել։ Դու սենց է։ Եկել ես մտնում ես երկու մարդու խոսակցության մեջ։ Ասես ինչ է եղել։ Բարիղի կանգնի, լսի իմացի ինչ է եղել։ Հարգենք մարդու խոսում եմ։ Կոչում է, գնել։ Խնդրում եմ, ցույց տվեք։ Խնդրում եմ, ցույց տվեք, ցույց տամ, ասեմ ժողովուրդն եք։ Տեր փարեն, տեսել է մեզ էլ ցույց է տալիս, որ երկրի ղեկավարը ասում է ուղիղ տեքստով, որ եկեղեցին դա ճուլան է։ Խնդրում եմ, ցույց տվեք, ցույց տանք, հասարակությունը վրդովված է, անցնի այդ վրդովմունքը։ Եթե չեք ցույց տալիս, ուրեմն դուք ստում եք։ Ինչը նույնպես նորմալ է, մարդկային զգացողություն է։ Ես կարամ դա ընկալեմ, որ որոշակի քաղաքական պատկերացումների հետ պայմանավորված, նորմալ է, որ ունեք քաղաքական պատկերացումներ։ Պայմանավորված դուք քաղաքացիներին խոստանում եք նրա գաղափարները կիսողներին դուրս շպրտել եկեղեցուց։ Հիմա որպեսի այս ցասումը անցնի, իսկ ես կողմ եմ որպեսի անցնի,
Խնդրում եմ, հղումը ցույց տվեք։ Ասենք մարդիկ ջան, ես ինձ էլ ասեմ, ասեմ գնել ջան։ Հեսա, կախ, ես դու եկել ես մարդ։ Խնդրեմ, այ ապրես ցավը տանեմ։ Ահա, մի րոպե։ Մի րոպե, սենց անեմ, որ ահա։ Ես ես պաշտոնապես Չէ, մի րոպե, չէ, էսի բանը, կեսից է դրած։ Կեսից է, չէ, մի րոպե, ես խնդրում եմ, դրա ամբողջը գտեք, էլի, խնդրում եմ Ազիջան, դու մեզնից արագ կգտնես, ցավը տանը։ անդրադարձ է կատարում Չէ, մի րոպե, որովհետև ամենասկզբից տրամաբանությունը բերում հասնում է ուրիշ տեղ։ Դուք չեմ գայնակում, մենք եթերում ենք։ Գաներ ջան, մի րոպե մը լսուս եկա։ Ոչ մեծ Չուլանանով։ Նայ, Ախսուն ջան, ցավը տանեմ։ Սա հանրային տարածք է հիմա։ Այստեղ ես իհարկե կարող եմ ձեզ խնդրել, կարելի է որ դուք կադրում լինեք թե չէ։ Եթե չեք ուզում, չեք լինի, նորմալ է, բայց հանրային տարածքում ոչ ոք չի կարող արկել։ Լսեք, ես բան եմ ասում։ Ընդ որում մի րոպե, չէ, մի հատ ասենք երեխեն վաղը ապրում է, շարունակում է ապրել ամբողջովին թո իմացի։ Նայ, Սիրուն ջան, քեզ հետ է կարող է պատահի ինչ որ մի բայ։ Առավել եւս որ ես Փարեհի հետ խոսելուց, Փարեն, Տեր Փարենի հետ երբ որ ձեն տվեց, ես ասացի, որ եթերում եմ կարամ, բանա ասացա, առավել եւս դա, լավ Ազիջան, հա, խնդրում եմ, այդ կառավարության նիստը, երբ որ սկսում է խոսակցությունը գնալ ես ամեն ինչից, դա գտեք, կառավարության էջում կա, Ինձ չի հետաքրքրում կառավարության չի կարա ձեզ չհետաքրքրի, բայց դուք բան ասեք, Ինձ հետաքրքրում է կոնկրետ այն հատվածը, որտեղ կոչվում է կոնկրետ հատվածով ես հենց հիմա մեր երկխոսությունից կարամ կտրեմ մի հատ երկու բառ ու դարձնեմ կամ շատ լավ բան կամ շատ վատ բան, բայց դրանից ելնելով հրապարակային հարիտարարություն եթե անեմ, դուք կարող եք հանգիստ գալ ինձ նկատողություն անել, չհասկացաք, Եվ ասում եմ, մտնում եք եկեղեցին, տեսնում ենք, չգիտեմ, այս աղբեն, չգիտեմ, դեռ տեսել ենք, բոլորս էլ տեսել ենք, չեմ ասում հենց այստեղ, լինում է, տես Փարեն, ես հենց նոր մտել եմ այստեղ, անդրադարձ են կատարում նաև, ոմանք անդրադարձ են կատարում, այդ խոսքի հիման վրա անդրադարձ են կատարում, որ Մարմաշեն եկեղեցի։ Ով է անդրադարձ կատարում, վարչապետը։ Չէ, լրատվամիջոցներն են անդրադարձ կատարում, լրատվամիջոցները կարակ դատի տակ եթե որ բանի հիման տակ տեղեկատվություն են քաղել, կոմենտներից տեղեկատվություն են քաղել, որ Մարմաշեն բանկի եկեղեցի Մոմավաճարի հանգուցյալ հոր պաճկոններ կախած ընդեղ չգիտեմ հում Սավատար, մի րոպե կներես, լրատվամիջոցը, որտես բան, լրատվամիջոցներ կան առհասարակ ինձ թուրք են անվանել, ես տիրած մերը, նայ, հասարակ բան եմ ասում, եթե լրատվամիջոցներ կան տենց են արտահայտում, դու ոնց կարաս իմ մորը դուր շպրտես, որովհետև նա լրատվամիջոց տենց է մեկնաբանել, ոնց կարաս Լսի, քո մորը ոչ ոք չի դուր շպրտել Այս հրապարակումը նաև դրա մասին է Դրա մասին է Հայ առաքելական եկեղեցու առաջի պաշտպանը ես եմ ու եկեղեցին որպես շինություն պատկանում է նախ առաջ ինձ Դու տեսեք ծառ ինձ է պատկանում Եկեղեցին իմ իշխանության տակ է ես եմ այս տերն ու տիրակալի եկեղեցու Ինչի տերն ու տիրակալը Ես եմ տերն ու տիրակալը որտեղ օցիալ հոգևորական որ Աստծուց օծված են թքած ունենան որևէ արձիկի վրա Իմ պետության մեջ կադաստրն եմ ես եկեղեցու Կադաստրի թղթերը Դու լսի Կադաստրի թղթերը մե Հիմա կադաստրը թքած ունենան կադաստրը Ո՞ս կարծես պետության մեջ դու թքած ունենաս Հայկեզի բա կադաստրի թուղթը վերտենա մելը Տնա որտեղից է սովորտել Այո լավ եմ անում որովհետև դու հրապարակային շանցալունդի հայտարարություն ես անում Շանցը Դրա կուղել լավիտ վերանը Իսկ ես էլ բար Տեր Փարենը Լսեմ մի հայրանքը չեն լսել Անսուտ արածք է Տեր Փարենը կմորը չի նշանակի որ քեզ եսեք Այն էլ մի էստա Ես կարամ որպես քաղաքացի սխալվեմ ինչ որտեղ դու քահանա ես դու ես մի բասկի տնում ես ասում Քեզանով հիացել են կանգամոտ չասեմ հիացել ենք գնել ջան եկե սադրում է որոշել է տես կարեմ մարդ դուրս շպրտի եկեղեցուց քաղաքական Եկեղեցու տոնն է, հեսա մենք եկեղեցու տոնն է, խնդրում եմ էլի, մենք միշտ լսում ենք ձեր Չի գնահատում, կողանան չի գնահատում Խոսանք իրա հետ, մենք խոսանք մենք միշտ լսում ենք ձեր հաղորդումները, հեսա մեր եկեղեցու տոնն է Ինչ պետք է մենք իրա հետ կխոսանք, պատարանքի ենք եկել, մենք եկել ենք պատարանքի գնել Վերթում եմ Աստված
գիտես այդ Կներես Մարիջը, կներես ինձ։ Կներես Կներ ջան, մի Կներես ինձ։ ներում են լեռնեն Հա, մենք եկել ենք ացում այսօր պատարագի մասնակցել։ Հա, տաղար մարդ է։ Ներում ես ինձ։ Մենք ներում ենք, եւ բարձր։ Գնացեք Աստված երեք։ Երկու բարի Ամեն էկրանի վրա։ Հա, բայց այդ կոմենտարներից դուրս էլի ախպերական տաղավարի փորատային։ Դու ֆիքսես că ești կենես պետք է։ Լսե Բայց ախպերը։ մենք քահանան ես խոստացա։ Մենք ծոմ եկել ենք պատարագի, այսօր մի խոսա։ Խոստացել եմ։ Գնացեք Աստված երեք, մտարմուն վարեցի։ Ես խոստացել եմ։ Չի կարելի թարգ տվեք ես տա։ Ինքնորդ եք ու մամայի դեպի նկատիչում ունի։ Հրապարակային ու բոլորին է վերաբերում։ Էնի փորատայից են ամեն։ Դու իմ մամային էլ ունի, քո մամային էլ ունի, մյուսի մամային էլ ունի։ Մամա սովորմացի է ապճան։ Աստված հոգին լուսավորի։ Աստված առողջ տա եկար կյանքա։ Պետք է ցավը տանի։ Ես մենք սասե հայեք, իրարոց պես սպան։ Ան հավասարակ կշիր սրբա պիղծը։ Չի կարելի։ Ուրա, այն լիճ կա ասում են ստեղ մոտիկ դեր։ Դիա անդեղած լիճն է։ Ոչեմ թարգեք ես տա, վերջացրեք ես տա։ Որպես կանանց խոսք եմ տվել։ որպես ես։ Հոպա, հիմա ինչքան խոսած այնքան նյարդայնանում եմ, խնդրում եմ, ցավը տան։ Խնդրում եմ։ Դու ներում ես ինձ։ Սարն է հայերեմ գապ։ Հաջող։ Ու էլ խոսակ ոչեմ վերջացրեք ես տա։ Հիմա ինչքան շատ ասեք, այնքան կարող է լար։ Խնդրում եմ։ Ես դրա համար չեմ եկել։ Ես դրա համար չեմ եկել։ Եթերը կա, եթերը սկզբից մինչև վերջ կա։ Ես ընդհանուր տառակը նկարել ցույց եմ տվել հանրությանը, ինչ սիրուն տեղ է, ու խորհուրդ եմ տվել, որ բոլորը ընտանիքներով այցելեն։ Ոչեմ։ Թող ասին ասես մնացած Ես համել ուզում եմ ստուգել սկզբունքայնությունը։ Մարդկանց։ Ու տեսանք սկզբունքայնությունները։ Բաժակը փախում ենք։ Կեղնի ախպեր։ Վռնդեմ։ Է։ Վռնդեք, մորուկը թրաշենք, վռնդեք կարեք, սա կյանքը չկարնես հետ գալու ճամփեն չգտնես։ Սուչկա։ Ո՞ւմ տեսագետը գտնի ամեն մարդ նա տեսագետը։ Չէ, ես չեմ խմում, ցավը տանեմ, համ չեմ խմում, համ մեքենայով եմ։ Գիտես ես կարամ խմի։ Դրա տակ բան կոկա-կոլա խմի։ Մի սառը ջուր, արի գնանք մի սառը ջուր խմենք։ Դա մոտիկ տեղ բուլբուլա։ Չգիտեմ ես մայիսյանից եմ էլի հեր ստեղ պրոստա որտա գնացան ենք եկե թե չէ։ Հələ տես կա, հələ բանին հարցեր են։ Թարգեք ես կա, տեղեք ջան, թարգեք։ Ես մե բանը լավ բանը չի բանել, թարգեցեք ես տանել, վերջացրեք ես տան։ Թող թարգի։ Իմաց չունի։ Թող թարգի։ Իմաց չունի ապջան։ Իհարկե չունի։ Մեգս որ Ինքը փոխանակ լեզվին տալու կարար դուրս, ես նոր ոնց ներողություն հատատ խնդրեցի։ Կարար դուրս գար ասեր խորամտություն ցուցաբերեր, կամ առասարակ չմոտենար, կամ էլ մոտեցել էր ասեր հրապարակային բան եմ գրել։ Թողացնի, այդ նկատի չեմ ունեցել, վերջ։ Դա բարևարկությունն է, ընդունված, ոչ թե իրաց դրել են մաֆիոզների տեղ։ Այլ բարստան ենք թարգեցեք։ Ո՞մ, դա չէ, ես չեմ վիճի, բայց չեմ բարիշի։ Դա բացառվում է, ցավը տում։ Դե ոչեմ եմ ինչ օր թարգեցեք ես տա, չի կարել։ Ուր են տղերքը։ Բայց Անդոին ծենտր։ Անդոն տարե ցույց է տալի։ Ինչ նկատի ունի վարչապետը։ Ախպեր նորմալ է, նայ, ընկեր, դու խնդրում եմ, չէ, ես ընդունի որպես քո հանդեպ չի։ Քո հետ չեմ խոսում ձեռով, ցավը տանեմ։ Նայ, ընկեր, սա իմ էջն է Facebook-ի։ Մտնում ես, խնդրում եմ, մտնում ես Facebook-ի էջը, իմ էջը գտնում ես, այս եթերը նայում ես, անգամ դրան անդրադառնալուց ոնց եմ անդրադարձել։ Ասել եմ նայեք Ժորժան, հարցը ինչ է, որ հիմա ցույց եմ տալի, վայ տեսեք ես ինչ աղետ է, չէ՞։ Բայց ասենց բաների մասին է խոսքը։ Ունես չի որ չի շարունակվելու լինի։ Անգամ այդ իմաստով եմ օգտագործել։ Հասկանում ես։ Չնայած կարայ սադրել ուրիշ ձև ցույց տալ, բայց չեմ սադրել։ Եթե տեսել եք հանեջ տանեջ թափեր։ Ես կարող եմ հավաքել սիվիլը եկեղեցի։ Համաձայն եմ։ Չնեղարեք ախպեր, համաձայն եմ։ Չէ, եթերի մեջ
Ես թափի։ Համաձայն եմ ախպեր, բայց ես այդ մտքով կասած չեմ Համաձայնի։ Չէ, դու կնայես, եթե չէ ախպեր, պետք է համաձայնվեմ, որտեղ ես էլ եմ տես մտածում։ Ես տես եմ մտածում։ Իցուս դուրը դիգնգիր, տար թափի։ Ախպեր, դեմից ցույց է տալի համալիրը ամբողջ։ Այս տարածքը խոր ասես ժողովրդնակից քույն տեղա, հրաշքնա, ընտանիքները որ գա, մյուս անգամը ընտանիքը եմ գալու։ Ես ճիշտ խոսող տեղա։ Ես էլ երկու անգամ քեզ ում խոսում շենում նայ, հրա։ Իմաց չկա քեզ դա։ Ախպեր ջան, բայց մի րոպե, օքեյ, չեմ մեռնում, որ բայց որպեսի միտքը ըմբռնես դրա համար էի ասում, նայ որ ասում, մտից նայ ես էլ լավ զգամ որ նայել։ Կամա ցանկից մի։ Ես շոշով կարամ խմեմ։ Խմե հա, խմե ինչ է։ Եթե բան ես տեսավ, ես տար թափի ախպեր Շո, պրոբլեմ չկա։ Մեր ասկի ներկայացուցիչներն են գցել։ Խո պրասատի քեգան գցեցին։ Համաձայն եմ ախպեր։ Մեր ասկի դաստիարակությունը Համաձայն եմ։ Չենք ցավը տան, չենք։ 2-3-5 տարեկան ասենք, բայց էլ խելքերս կա։ Ինչը ես բացատրում եմ, որ ցելոֆանով զիպինը դուրսը մի Սաղ էսպես սերպությունները, սաղ էս վիճակում էսպես գործանվե, էսի ինչ են եղել։ Մեր ազգի շնորհքն է, քասա, իրար ծախեն, իրար դավաճանեն, իրար մորտեն, իրար չիլեմիճեն են, հանուն փողի էսի ինչ են։ Իրար ծեպական հորն մոնը ծախեն։ Եկեք մեր ազգը։ Համի ինչ եկենք տարերի բարերը դրից ենք։ Չէ, բայց կան միշտ։ Հարգտեք ես։ Շո, կանե ջան, ոչ մի էլի ծուրես ապեջան։ Մենք ուրի համար գախներից վրա այդ Մերսի ցավները տանեմ, բայց ես եկանը YouTube էլի հորոսկոմը լենական չէ։ Ցավը տանի մի ոտով իմ տունն եմ։ Իմ պավեսը մեշեցի են, ինչի՞ պիտի մուշը տոնեն։ Մենք էլ ենք մեշեցի հարցեցի, ախտը։ Ինչի՞ պիտի չարենք մենք այնտեղ։ Հնի մասը ասենք իմ սաղ դվարնի ախպերներին էլ սաղ էլ ստկարար ճանաչեն։ Երկուսի անունը տամ շատերինը չտա։ Պրոբլեմ չկա, ցավը տան։ Ինչ եղե։ Մենք է շատ մարդու կճանչեն։ Հնի դրանք թոնիկ մեկով։ Մենք էությամբ մարդով ամ մարդ։ Էությամբ մարդերնի։ Չէ սանես էդիս բան է։ Սաղ սկերազն է փորը մատ չէ։ Շո։ Միշտոս ներկայացամ մենք սկան բալամ։ Հմի տեսնի։ Բայց նա բան ասեմ, այս այլ ազգերի համար Եմ պատի ցուցանակը մենակ հայերեն ռուսերեն, կարելի էր հայերեն ռուսերեն անգլերեն դարձնել։ Սովետի վախտա գերություն։ Մի դե էսին մնի։ Հիմա արդեն շատ են էլի գալիս այլ երկրներից որ անգլիա խոսեն։ Ըստի դոր համար այդ բաները։ Հա, այս մեկը լավ է, հայերեն անգլերեն։ Անգլերեն կա, ռուսերեն կա, վերջը։ Մի սովետեր են վախ մի պետության մեջ կաբրեն, կա ռուսերեն ու հայերեններ։ Հիմի տեղի կան, թարգտել եք երթան։ Տարերի բարերից։ Չէ, ախպեր հրապարակային խոսք ասել։ Հիմի մտնենք եկեղեցի վռնդելու է մեկը։ Դու ես մարդը չի վռնդեք ես իմի։ Դա սկզբունքայնություն է։ Դա սկզբունքայնություն է։ Oversele, իրասաճամար պատասխան տասու դեմը, տեղեք կան։ Որատայեք սե, բնի կսեն ընոնք եք սե։ Շատ հարգանք։ Բնի կսեն ընի գնիք եք սե։ Զաղն է սելով է, խոսքի մոտ է, ինչ սե։ Ախր կնեն ջան, դու խայդին ժողովրդական դերասաններն չես ընկեսոս մեջը։ Ջղայնացա մարետ։ Ոսին պետությունն է։ Ջանդվին չէ։ Վա։ Չէ, ջանդվին չէ։ Հերելա մարդը հրապարակային բան ասում, ասում է ով գա վռնդելու եմ ով Նիկոլականը։ Մենք այսօրվա Ես էլ հարցնում եմ մերես որ կա կարաս վռնդես։ Սա հարց եմ տալիս, ախպեր դրա պատասխանի դժվարը ո՞ր։ Դե ինքը պրոստը է ճուրան կա։ Իմի հասկացաք հարցը, ու չեմ եկել կռիվ անելու, դա կառակը։ Ինքը հելավ ձեն տվեցին։ Ես նկարում եմ սիրուն, մոմս վառել եմ, հելել եմ ծսնի սիրուն, նկարում եմ արտացել ասում եք ամենակ։ Հելավ ձեն տվեց։ Շատ էլի հարգում եկեղեցին ու աստծունը։ Ինչ անես։ Բանում սնել է։ Ուղի հետերով է թողեստա։ Տոթա։ Այս երկրի մեջ ինքան պրոբլեմ։ Կարամ պահեմ բոլորը Ինքան պրոբլեմ կոր։ Հա, լիք ինքան պրոբլեմ կոր։ Ամեն ինչը պրոբլեմ։ Հա։ Ալ այդ պրոբլեմները սաղ լուծեք։ Չէ, երկրի անվտանգության հարց, բանակի հարց։ Ով լուծի։ Դե դու ես ժողովուրդ։ Ես դու։ Ես քաղաքացի եմ, ես պաշտոնյա եմ։ Ես շարքային քաղաքացի եմ։ Ես եմ քաղաքացի։ Պաշտոնյաները պիտի լուծեն։ Չէ, ախպեր։ Ես դու պիտի լուծես։ Պաշտոնյան պիտի կառավարումը իրականացնի։ Ես դու պիտի պանջատերը լինենք։ Հասկանու՞մ։ Ես դու պիտի հետևից գնանք։ Բանակի հետևից գնացել ես հեչ։ Ես գնացել եմ։ Հեչ աշխատանք չես տեսել։ Չես տեսել։ Դու տեղյակ ես որ Հայաստանի Հանրապետությունում արդեն տևական ժամանակ է ստեղծվել է ռազմարտունաբերություն։ Տեղյակ ես դրանից։ Ու մի քանի ու նենց ապրանքներ, որոնք արդեն արտահանվում են։ Տեղյակ ես ցավը տալու։ Տեղյակ ես սահմանագծով երկաթբետոնի բունկերների շարունակական շինարարությունից։
Չեմ ասում ամբողջ Արտենտեսը։ 4 ամիս առաջ Տեղյակ ենք ախպերը։ անցած աշուն եմ պոստեր եղել, թեշման չեմ տեսել։ Ախպեր, ես 5-րդ ուրեմն ասեմ։ Իմ աշկից տեսած եք, որ չեմ տեսել։ Ես եթերոշատ չեմ մանրամասնի, բայց ես քո ականջին երկու բառ կասեմ Մերրամ ջանից։ Ու դու իմ կարծիքով քանի որ պետությունը սիրող տղա ես երևում, դա քեզ դուր կգա։ Մենք էս ասել Արվում է, ու աշխարհի ամենալավագույն իշխանությունն էլ լինի, մինչև քաղաքացին դրա մասնակիցը չլինի, չի փոխվելու։ Չի ում ես ուզում։ Նա աբոս Քրիստոս վերցին խաշին։ Հասկանում ես։ Այդ որ իշխանությունը պիտի գա, սալարի չես խոսում։ Կարելի բարերի հետևից է միտքն է հենց կա հրապարակային բան է։ Մասնավոր զրույցի ժամանակ չի ասել։ Հրապարակային տեղադրել է համացանցում։ Նոնքսել են, ես էլ եմ ջան։ Ո՞վ ասել, ինչ ասել։ Չի ասել ախպեր։ Ախպեր, էդի կտրածով է ցույց տալիս, ամբողջ են, լսեք նա ամբողջ են, նայեք։ Ես մի հատ օրինակ բերեմ, հոպարս։ Հոպարս, ես քեզ մի հատ օրինակ բերեմ, ախպեր ջան։ Իմ հետ եղածից, որ չստացվի, որ մեկի մասին բան եմ ասում։ Ուրեմն 20 թվականին լսի։ Այս կարճ բան եմ ասում, որ հասկանաս ինչի մասին։ 20 թվականին շուրնուխից գալիս եմ։ Ինձ Երևանից ասում են, որ շուրնուխը տված է։ Ասում եմ, շուրնուխով գալիս եմ, ո՞նց է տված։ Մի խոսքով, հա։ Տղերքին բան է հանե պոստեր իջնում է։ Ո՞ց սկսեցի այդ իրան, հա, ասում եմ, այս շուրնուխը, այս ժողովուրդը, այս ես։ Գալիս եմ Երևան, հաջորդ օրը իմ այդ խոսույթը այնպես հատվածաբար են կտրտած տեղադրած լինում, որ լրիվ թարզ բան է ստացվում։ Արա մեկ է շուրնուխցիներ են ինձ զանգում, լսում։ Բախպեր ես ինչ ես ասել, բամա, ասում ինչ եմ ասում, բախպեր հեսա ուղարկենք ես։ Նայում եմ արա ճշտով ոնց որ ուրիշ բան ասած են։ Որ ասում եմ ոնց կայնի, մտել եմ իմ էֆիրն եմ նայում։ Արա չեմ ասել տենց բան։ Զանգել եմ այդ եկին ասում եմ ախպեր մի հատ օրիգինալը էսա, մի հատ լրիվ նայեք, կտրտածով չէ, լրիվով, որտեվ իրանց ուզած տեղից կարան կտրեն, 180 աշճան բառը փոխվի։ Հիմա մեր սիրուն աղջիկը բերել էր, անես տեղից էր ցույց տալի, որտեղից էնել ազատության հրապարակած է։ Անես տեղից, որ միտքը գլխի վրա շուրեկած է։ Ու այդպես կեսից նայելով հրապարակային ինչ որ հայտարարություններ են կանում դուրս չպրտել մպրտելուց նորմալ է դա ախպերը Էդի գարտեն 10 անգամ սին գարտեն։ Հերախոսը դե չգտայս, դեմ հետը թորատային է բախենամ։ Ինչ ես բախենամ, ես մարդը կես եմ այդ ավտան։ Այդտեղից տեսնի տենիս դուսեն է, ու լսները մենամ հանգարց։ Մարդիկ ուզում են հասկանալ ինչա կատարվել։ Հենց մի 729 հոգի մարդ նայում հարցեր ա տալիս, սա վտանը։ 729-ին անջատեմ, ձերը զրուցեմ։ Սիրով Հեսա եզրափակեմ խոսքը, անջատեմ զրուցեմ։ Բայց տենում եք, չէ՞ մենք մեր համար մի բանը ուրիշների հաշվին ենք գործում անենք։ Միշտ տենց է։ Երկիրը ինչպես դառավ, Ո՞նց է դառնա։ Միջոցները սարքեցին, բամբասան, քծեցին, սա խառնում։ Հա, հենա լրատվամիջոցին հետևելով ելել ասում են լրատվամիջոցը sense բաներ գծե։ Եկեղեցին սարքել է փակ կառույց ձեր համար, всё։ Եկեղեցին 2000 տարիները եղել է փակ։ Այդ շատ վատ է, էլի դրա համար էլ եկեղեցում շատ վատ բաներ ա կատարվում։ Իսկ եկեղեցու մեջ գտնվող աշխարհի Մենք կհասնենք նրան, որ հաշվետվություն լինի։ եկեղեցու հոդի անդամ, իսկ հովիվը ընդամենը չոբան։ Իմ պետության մեջ որոշ տարածք բարա կադաստրի թուղթը պետք է ցույց տա մուծումներ, վճարումներն էլ հետը։ Ու կհասնեմ ես դրան։ Իսկ եկեղեցուց որևիցե մի պիղծ չի կարա որևիցե մեկին բռնդի։ Գնացին, Ժորժ ջան, ես բոլորից հետ անձամբ շատ ներողություն եմ խնդրում, թե իմ փոխարեն, թե եղած միջադեպի մասով, ստեսուն ձեզ։ Սարքելու է, ապե, վատ միտք ունեցողը, ինչ ուզում ես արա, ուզում ես սարին տեղով քելա, ուզում ես… Պիրս մարդը պիրս է։ Էդի պիտի բողոքող է լինի, գնանք։ Պիրս է, ախպեր, որա էությամբ, իրավասկանքով, էսի պիճով։ Հա, այնքան։ Ժամանակ չեմ ունեցել, ես այդ ժամանակ մի ոտս պոստեր էր վեշ։ Ժամանակով ժողովուրդը հավատքեց, կեղտոտվել, իսկ հիմա արդեն այո դիմում եմ, հենց հիմա երկու հատ դատական գործ ունեմ։ Պարտադրում եմ ներողություն խնդրեմ։ Հիմա արդեն այդ ժամանակ 20-ից 23 թվերը ես տուն գնալու ժամանակ չեմ։ Ես չեմ տեսել մի տարեկան երեխան ոնց է դառը 4 տարեկան։ Որ այսօր
մեկը հելնի, որոշի թե ինքը թույլ է տալու ինձ իմ երկրում եկեղեցի մտնեմ, թե չէ ոնց պիտի մտածեմ։ Սվերցրած կադրերը ցույց կտան, ով էլ եմ ես էլ եմ Ես որ մի բան ասում եմ, մինչև դրա տակը 10 տակը ֆրցրած չլինեմ, ես մի բառը չեմ ասի։ Այդ մեջ դիմացեք։ Ախպեր ջան, ներողություն։ Ամեն դեպքում տրամադրությունն է փչանում, հա։ Ներող կնեք, հաջողություն։ Ես էլ արդեն այնա զղջում եի, որ անձնականով դրան խփրտել եմ։ Թող ոչ է զղջում եմ։ Այն որ ասեցի եթերի սկզբից զղջում եմ, դե հիմի կարող է կարելի է ուրիշ ձեր, այդ հաշուճ է, ոչ էլ զղջում եմ։ Ես ով արա։ Այդտեղից մոտ ձեննա տալի մխտորած գայախվում կողից ունի, այնով աբեղա էր, հա երևի այն բոյով տղեն։ Այ կողքի դեբիլը։ Ախպեր։ Այդ ոնց ախպեր կել խնդրում եմ էլի։ Ոչ մեկի չի վերաբերում ձեր ճամփին։ Ես վիզն դրել արա։ Դիոդ ախպ։ Այ քեզ բալարա։ Ահա, իշխանը սարուտա։ Հա, իմիջալոց։ Իշխա ուժեղ։ Այդի այ հիմի ասեմ։ Խնդրեմ։ Ուրեմն շատ լավ է, ով այս փոքրիկներից բանից ընդեղ էր դրած եկեղեցու բակում, գենդեր փարթի էր եկեղեցու բակում։ Անկեղծ ասած, բարի ազատում եմ մաղթում երիտասարդ տիկնոջը, ով պիտի մայրանա պապային գործերին հաջողությունները մաղթում, չեմ ճանաչում, չգիտեմ, որ չստացվի դրա համար եմ, չէ։ Իրենց իսկապես բարի ազատում, լավ, թող բան, փոքրիկ ծնվի, Աստծո օգնությամբ ամեն։ Բայց գենդեր փարթի եկեղեցու բակում գենդեր փարթի եկեղեցու բակում Աստծո մոտ ում համար բոլորը հավասար են։ Արա այդ կարելի է, բայց նիկոլականներ ձեզ ոչինչ չկարելի եղավ, որովհետև իրանք մտածում են, որ բնութագրեր է տալի, կարդում է, ուրեմն այն որ կարդում էր լսեցիք, չէ, ուրեմն կարդում է, այնտեղ կեսից ինքը բնութագրեր է տալիս, ինքը գիտի խելացի բան է խոսում, պրոստը չտվեց ձերս, որ ասի տուր, հիմա ես նախադասություն առ նախադասություն գնամ, ինքը գիտեր, որ շատ ծանր ու ծիծաղելի իրավիճակում է հայտնվելու ու սկսեց սադրել արդեն, նորմալ է, պես ինչ եղավ արա, դորս չի բացում, իրոպ է, անալին հանեմ, Նորո ջան, արիստիս մոտի 4-ն էլ բացի ան, ուրեմն, վաղվանից սկսում ենք, չէ, վաղը չէ, մյուսորվանից երևի, սկսում ենք հարցումներ անել բոլոր եկեղեցիների կադաստրի վկայականները, մուծումները, տուրքերը, սկսում ենք, շատ բան ենք սկսում, հա չէր բացվում, բանով բացի, զապասով բացի, հա, ինչ ենք անում, մի հատ մտնենք վահագնավանքի հետ, տենանք հետ իշ մատուր էին ասում, հա, Խմել ես գնես, եսի տակա բայց խմել։ Ես չայ է էտի տակ չի ծավոտ դա, էտի պիտի պչնք նոր խմենք արդեն։ Մի ռոպե Արմեն ջան, մի հատ պիտի ձեռը կծի ընդեղից դռները բացի։ Բան եղավ էլի, չգիտեմ, ինչ որոշս չլսի։ Մեքենայի մեջ սրբիչ պահելու սեզոնը համարում ենք բացա։ Ջորջ ջան, շնորհակալություն դիտումների համար, հեսա մի քիչ զրուցելով գնանք։ Ես առաջարկում եմ հիմա գնում ենք Վահագնավանք, հա,
Վահագնա Զոր թե Վահագնա։ Չգիտեմ ինչ որ տես անունը ասում են այնտեղ սիրուն մի հատ մատուր կա շատ լավ մատուր կա ու ինչ որ հեղներ աղբյուրն է այդտեղ եթե այս պայն դիտորներից այս շրջանից մարդ կա խնդրեմ հուշեք ճիշտ ենք հասկանում մենք էդի թե չէ որտեղ ուզում եմ մի հատ հեղներ աղբյուրը տեսնեմ երբեք չեմ տեսել Վահագնա Բերդ ահա Վահագնա Բերդ Վարագնա Այն ցուցանակը կար հեսա կտենանք Բջի թուլին նայելը Կրվում է Եկեղեցու բակում քահանան Քահանա ունենք Արդեն հետ ենք գալիս Արո ջան դու ինչից ես խաբար Արոն ասում է ես գնում եք բանը որ չթողնի ներս Ցավը տալը մեկ ընդից արդեն դուրս եկանք հեսա հենց նոր դուրս եկանք Ուղղակի իմացանք որ ստեղ մոտիկտեղ մի հատ էլ տես բան կա մատուր կա ճանապարհից մի հատ տատիկ էր արես զանգերը կային էլ Ուրեմն ճանապարհին մի հատ տատիկ էր մայրիկ էր կանգնած իրան վերցրեցինք հետներս բերեցինք Գյումրի դեռ զրուցում էինք ասեց բացի սա մի հատ էլ մատուր կա որը շատ լավն է ու հեղնար աղբյուրն էլ այդտեղ ասենք դե եթե իրար մոտիկա փորձենք այցելենք վայ արեք Մի խոսքով սարդրիչ պիղծ անսկզբունքային բառացիորեն անսկզբունքային տահաս բառացիորեն տահաս որոշակի խումբ կա քահանաների ու սրբազանների ես բնականաբար որ բոլորին չեմ կարող Վարամաբերդ Մանվելը գրել է Վարամաբերդ չգիտեմ Ես չեմ կարող բնականաբար որ բոլորի որակում տալ բայց մի հատ տենց խումբ կա որոնք որ թաթները դրել են ամենամարդաշատ տարածքների վրա որտեղ որ փողը շատ է ֆռում իսկ այն քահանաները ովքեր որ իրանց խելոք կներեք ջոջան իսկ այն քահանաները ովքեր այսպես ասած իրանց խելոք չեն պահում ուղարկում են այնպեսի տարածքներ որտեղ որ կամ հայ չկա կամ մարդ չկա կամ էլ մարդ կա բայց մարդկություն չկա հա այնպեսի անձանց են պահում այսպեսի տեղեր որ կառավարելի լինի ու սրանք էլ բնականաբար երբ որ իրանց պիղծ պապաներից մեկին կպնում ես ինչ դու գիտեք եկեղեցու դարդ են որ սենց խառնվել են իրար բնականաբար ոչ եկեղեցին իրանց համար բիզնես դուքյան է այդպես ասեմ պարզ լինի նրանց խնդիրը հենց ուղիղ քաղաքական է ու այսօրվա դեպքն էլ ու այս տեր եսի ինչի բանն էլ գրառումն էլ քաղաքական գրառում է մարդով չի ցանկանում հասկանալ բերելա կիսատ ու հա ազատություն հեռուստատեսություն մնացածները այդ ձեր կտրած կեսից դրածները այսպես բաների են բերում հանգեցնում ու նման վատ դրություններն ու իրավիճակները ձեր սրիկա գործելաբոճի արդյունքն է նաև դա էլ ասեմ դուք հակապետական ու հակաժողովրդական լրագրողիկների խմբակ եք ովքեր որ չեկիստների փողերով սնվում են ու ես առանձնակապ չունեմ փողերով են սնվում հարցը էդի չի հա ու հասարակությանը դնում են այս վիճակի մեջ այս ամեն ինչի մեջ առաջին պատասխանատուներից մեկը հենց դուք եք ձեր լրագրողական տուֆտա տգետ համայնքով ապա մի հատ ցույց տուր էլի ինչա մի հատ անդրանիկին ցույց տուր ապա երևի հարցնելով պիտի գնանք կներեք ժողովուրդ ջան ինչեր Վահագնա Բերդ հա ոնց որ հա վրոդի նորոջան էդի փագի հեսա ես որ պարկեցի մի շաբաթ կտևի հա Լիդա ջան շատ լավ հարց է տալիս Լիդան այն հարցն է տալի որը որ պիտի ասեի մոռացել էի ասում է բայց ճանապարհը ով է սարքել Էդ էլ ասեն ժողովուրդ ջան հենց խոսում են այո ենթակառուցվածքը աստիճաններ
եւ այլն, որպեսզի ավելի հարմարավետ լինի տեղափոխումը, մարդկանց գալը, գնալը, կառուցել է պետությունը, այն հակկա եկեղեցական սատանայական պետությունը, իշխանությունը, այդ Չարիք Նիկոլ Փաշինյանը կառուցել է եկեղեցի տանող ճանապարհը, նորոգել հիմնանորոգման աշխատանքներ են տարվել մեծ գումարներով, որպեսզի ժողովուրդը ավելի հարմարավետ օգտվի եկեղեցու ծառայություններից։ Բա այստեղ Աննա Գասպարյանը ասում է Վահրամաբերդ։ Ապա հələ գրեք հեղնար աղբյուր կարող է տենց բանը նավիգացիան մի տենց բան բերի։ Ինչ ասես կարալ ինչ իմանաս։ Գնել չեմ բա չասիրով է կառուցել ճանապարհ, ասացի։ Ոչ չասեցի։ Թուրք, Չարիք, հակկա եկեղեցական, հակկա Քրիստոս իշխանազավթ Նիկոլ Փաշինյանը կառուցել է ճանապարհը, որպեսզի բոլորը գնան եկեղեցի։ Արա դի դուրակ են սրանք։ Իսկ իրականում կատակամիկում շնորհակալություն պիտի հայտնել այս ճանապարհի համար, հայլի ճանապարհը, շնորհակալություն կառավարությանը եւ կառավարության ղեկավարին, ով կառուցում է ճանապարհներ, հատկապես այն ճանապարհների համար շնորհակալություն, որոնք մեզ անվտանգ հասցնում են դեպի մեր ուզած եկեղեցիներ։ Ու շնորհակալություն նաև այս կառավարությանը, ովքեր որ տարբեր ծրագրերով մի քանի արդեն չգիտեմ տասնյակ կլինի ինչ կլինի եկեղեցիներ են նորոգել, որը որ ըստ ոմն տգետի պատկանում է Իրանը, էլի։ Այն որ արավ շատ ներվայնցած է, ուզում է թե չէ կասի, բա քեզ է պատկանում համբալ, քիա պետության փողով կառուցվում, որը իմն է, այ չմո։ Ոչինչ։ Ու հələ վերջում նայ, եթե ես լինեի քահանա, ես այս ամեն ինչի վերջում լուրջ եմ ասում։ Կմոտենայի մեծահոգաբար ներողություն կասեի ոչ թե իմ համար, այլ առհասարակ։ Հակառակը։ Քայլ կանեի, հա։ Քայլ կանեի։ Կհաշտվե։ Այդ պետք է։ Ու բերել, հա։ Ռոդնիկ լավ, Էգնա։ Կանի դե բայց նա դա էլ չարեց, ոչինչ, ոս անգամ տանիքով կգանք շրջելու, կարող է մարդը այդ ժամանակ որոշի դուր շպրտի, ինչ իմանամ, մի րոպե, ինչ է տալի։ Հեղնար աղբյուր եմ ես խփեմ, բայց հələ մի հատ ասա, Անդոյ, ասա։ Ես հեղնար աղբյուր խփեցի։ Էնյանա։ Չէ, տանք մի հատ հեղնար աղբյուր։ Դե կելեք եթանք հեղնար աղբյուր ու գնանք։ Անտեղ է։ Հա մենք այդտեղ էի։ Հա մենք այդտեղ էինք։ Ոնց է այդ աղբյուրն է։ Խոսալով ելնում էի։ Հա։ Եղավ ապա։ Ես այսօրը կհիշեմ։ Երևանում կխմեի։ Ես այսօրը կհիշացնեմ։ Չէ, ցավը տանեմ։ Շենը ծեր ոգևորվել ընդ հեղնար աղբյուրներ ասներից Երևանում։ Երևանում սառը ջուր կա։ Ապեր, ասում է Գյումրիում Ժողովուրդ ջան դուք էլ իմացեք։ Ասում է այսօր լավ միջոցառում կա երեխեքի տոնին նվիրված։ Գարիկն ու Սոնան են ինչ որ լինելու, չգիտեմ։ Մենք էլ օպերայում համերգի ենք Թոմսոն են Երևանում։ Մենք մեր Երևանի համերգն ենք քասար գնում։ Վերջացավ, պայմանավորվեցինք։ Ահա փորձանք զգույշ։ Խփի մայրաքաղաք, եղբայր։
Լավ, ես վերջում կմոտենայի հաշտեցման ձեռք կմեկնեի։ Բայց քանի որ մեր եկեղեցականները Աստվածաշունչը թարս են կարդում, ինչպես եւ թարս հասկանում են ցանկացած գործչի խոսք, թարս ընկալում են ցանկացած արտահայտություն ու ըստ այդ թարսության ինչ որ ջիհադիստական պայքարներ են սկսում նաեւ եւ այլն, սրբազան պայքարներ սեփական երկրում։ Նորմալ է, որ այդ ամեն ինչը տեղի չունեցավ, իմ աչքերն մի ջուր չի կտրել հաշտվելու։ Ես մարդն եմ, սխալականն եմ, բայց ոնց որ թե իրանից շատ բան ենք հասկանում։ Իսկ լրագրողներին անդրադառնալով էլի կասեմ, այս ձեր արածները հարային պարակտման Պարտադիր չի, որ դուք հայոյան կօգտագործեք ու ընդեղ ասեն հայոյան, ոչ, այս պարակտումները, ձեր արած գործը, եթե կարելի է դա գործանում, ձեր խղճին է, ու այս ամեն ինչի թիվ մեկ մեղավորները դուք եք, որ նյութը կոնտեքստից կտրած եք տարածում, ախմախ վերնագրեր եք դնում, որոնք կարող են մարդկանց հունից հանել պարզապես, ու դուք դրա համար մի 100 լայք ավել եք ստանում, մի 2000 էլ կարող է կողքից փող, որովհետև ժողովուրդ ջան, ասեմ, այդ որ ասում են YouTube-ի փող, դա ես իմիջ ձևի մանիտիզացված չի հայկական դիտումները, դա ուրիշ ձև է, դա ցենտրը։ Դա նես շատ բաներով կարող է ինչ-որ բան փոխվել, բայց ընդհանուր առմամբ ես ուրիշ։ Բայց այդ աղջիկը մարալն էր զանգում նայ միտքը թեկուզ ազատության լրագրողները լավ չկերկեն այդ լրագրողները պատասխան են տալ ու իրենց սերունդների առաջ այս ատելությունը որ գեներացնում եք ձեր բալեկն են վերջում կրակը ընկնելու մեջը այ դուք այդքան ատում եք ձեր երեխաներին այդքան ատում եք ձեր սերունդների վաղվա օրը դուք այդքան զզվում եք ձեր սեփական բալիկներից ու մնացել բան։ Սա էլ ձեզ հունիսի 1։ Իսկ ընդհանուր առմամբ բոլոր երեխաներին շնորհավորում ենք հունիսի 1-ի երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Մենք վերջ եթերը այսքանով երևի եզրափակեմ, գնամ տուն, այսօր Կիրակի է, հանգստանամ, վաղը չեմ մյուսօրը օֆիս Արաջան ու սկսում ենք հասկանալ ինչ ենք անում, ինչ չէ։ Այս պիղծերին, այս տգետահասներին պետք է իրաց տեղը ցույց տվեցվի։ Աչ ես դից գնում, թե ուղիղ։ Ստես կարծեմ աչ էր։ Աչքն է, հա, աչ, ճիշտ է։ Չէ, բայց սոս ճամփա է եղել։ Չէ։ Եկան ես չբերեմ։ Ոնց սխալ են գնում ախպեր։ Շնորհավոր երեխեք ջան, երեխեքին բոլորիդ երեխաների շնորհավորում եմ տոնի կապակցությամբ, ես մեկը ես ու ինձ նման մարդիկ ամեն ինչ անելու ենք, որ ձեր ապագա լինի գեղեցիկ, լավը, դուք ապրեք ապահով երկրում և չլինեն սրիկաներ, ովքեր պիտի կառավարեն ձեր ճակատագիրը, դուք լինեք տերը ձեր պետության, մեր այսօրվա իրար միսուտոցին դրա մասին, իսկ են որոշ սրիկաներ թող գնան իրանց խղճի առաջ պատասխան տան, այդքան բան, լավ եղեք ժողովուրդ ջան, սիրեցեք միմյանց, մեզ էլ բարի ճանապարհ, ստեսում, կարող է երեկոյան էլի մի հատ եթեր անեմ, երեկվա բաց երկխոսությունը, նախաձեռնությունը դրա մասին, նախաձեռնության մասին, տպավորությունների մասին Նենց որ ժողովուրդ ջան, ամեն ինչ հիանալի է լինելու, հրաշալի, թույն է լինելու, շատ լավ է լինելու, ստեսում